Բաքվում ազդակներ են ստացել, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր սահմանադրության ընդունման գործընթացը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիկմեթ Հաջիևը։ Հնարավոր համարելով Հայաստանում հանրաքվեի կազմակերպումը, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան կրկնել է Բաքվի պահանջը։ Հայաստանի սահմանադրության նախաբանում Ադրբեջանի հասցեին տեղ գտած պահանջների վերացումից հետո միայն կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Նույն պահանջը այսօր վերահաստատել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, թե ումից եւ կոնկրետ ինչ ազդակներ են ստացել Բաքվում, որ հանրաքվեն հնարավոր է եւ մոտ ապագայում էլ այդ գործընթացը կմեկնարկի, Հաջիևը չի մանրամասնել։ Անգամ հայաստանյան հանրությանը հայտնի չէ, թե ինչպես է իշխող ԿՊ-ն մայր օրենքի նոր նախագիծը դնելու հանրաքվեի, եթե դրա համար բավարար ձայներ չունի։ Այս աշտանը Հայաստանի համար ակնհայտ է, որ սպասում են ծանր զարգացումներ։ Ընդդիմության պնդմամբ Բաքվից պարտադրվող պահանջներն ու Իլհամ Ալիևին տված խոստումը կատարելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում փորձելու է ճնշում բանեցնել ընդդիմադիր երկու խմբակցությունների падգամավորների վրա նոր սահմանադրության նախագիծը խորհրդարանում ընդունելու համար։ Ես չեմ բացառում, ինքը կոչ անելու ժողովրդին հավաքելու է, փորձելու են մեր վրա ճնշում բանեցնել, որպեսզի բավարարեն Ադրբեջանի պահանջները, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին եւ այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել, փորձելու է շանտաժի, սպառնալիքի, ձերբակալությունների, կալանավորումների, իմիջիայլոցես բռնաճնշումները նաև պայմանավորված են դրանով, որպեսզի երկրում ջարդի դիմադրությունը, ոչնչացնի դիմադրության օջախները, որ կարողանա Ադրբեջանի պահանջները բավարարել։ Փաշինյանի առաջնորդած ԿՊ-ին հունիսի 7-ի ընտրություններում չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ, մինչդեռ նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար այն նախ պետք է ընդունվի խորհրդարանում, իսկ դրա համար անհրաժեշտ է падգամավորների 2/3 ձայները։ ԿՊ-ն ունի ընդամենը 64 падգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն։ Կհաջողվի ԿՊ-ին ընդդիմադիր 6 падգամավորի իրենց կողմը տանել, հենց այդքան ձայն է պետք ԿՊ-ին հանրաքվեի փուլին հասնելու համար։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու Հայաստան դաշինքից Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր բացառեցին, թե իրենց թիմից որևէ մեկը Բաքվի պահանջած սահմանադրության նախագծին կողմ կքվեարկի։ Ադրբեջանի կողմից առաջարկող սահմանադրությանը չի լինի մեր կողմից որևէ դրական վերաբերմունք։ Շնորհակալ եմ։ Նախ բացառում եմ մեր մասով, որ կմիանան ԿՊ-ին այդ նախաձեռնությանը, պարզապես բացառում եմ։ Իշխող ԿՊ-ում մինչդեռ չեն բացառում, որ որոշ ընդդիմադիր падգամավորներ կողմ կարտահայտվեն նոր սահմանադրությանը։ Իսկ կարող է այդ նախագիծը ներկայացնենք եւ ուրեմն պետականամետ մտածողությամբ ընդդիմադիր падգամավորներ ելույթներ ունենան ու պաշտպանեն այդ սահմանադրությունը։ Դուք բացառում եք։ Եթե լավ բան լինի, միգուցե իրենք էլ աջակցեն։ Դատելով ԿՊ-ական падգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքերից, եթե իշխանությանը չհաջողվի մեջբերեմ պետականամետ մտածողությամբ ընդդիմադիր падգամավորներ գտնել, ապա այդ ժամանակ գործի կդրվի ժողովրդի ճնշման սցենարը, այնպես ինչպես 2018-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ։ Գիտեք, 18 թվականին էլ ԿՊ-ն շատ ամենափոքր խմբակցությունն էր ազգային ժողովում, բայց ժողովրդի ցանկության բերումով եկան եւ քվեարկեցին նրա համար, որ ԿՊ-ն լինի իշխանություն եւ ունենա վարչապետ, այսինքն եթե ժողովրդի համար ընդունելի լինի մեր մայր օրենքը, ես չեմ կարծում, որ որևէ ժողովրդի ընտրյալ, падգամավոր կարող է դեմ արտահայտվել այդ կարևոր փոփոխությանը։ Ոնց է որոշվելու ժողովուրդը։ Դա լայն հանրային քննարկման է դրվելու, լայն առաջարկներ են լինելու, համալրվելու է, փոփոխվելու է, բոլորին հատ հասու է լինելու սահմանադրությունը։ Ոչի ճակատ ստեղծելը դա անհրաժեշտություն է։ Հայաստան դաշինքի падգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ է անում խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել եւ ստեղծել ոչի ճակատ, տապալելու Բաքվի պահանջով սահմանադրությունը փոխելու իշխանության փորձը։ Ընդ որում Սաղաթելյանի համոզմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդդիմության դեմ կիրառել ճնշումների ողջ զինանոցը, ապա հակազդեցության ճակատի ստեղծումը պետք է իրականացնել շատ ավելի շուտ, քան իշխանության կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումը։ Բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվի, այդ թվում նաև արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, ովքեր դեմ են մեզ դրսից եւ ներսից պարտադրվող օրակարգին, պետք է միավորել բոլորի ջանքերը, որ կարողանանք այս
մեզ պարտադրվող ու հակապետական ու հակահայկական օրակարգը վիժեցնել։ Չնայած Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվից հնչող պահանջներին, իշխանությունը վստահեցնում է, թե սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե այդ հարցը ներառված է եղել ՔՊ նախընտրական ծրագրում, եւ ժողովուրդն էլ ընտրություններում քվեարկել է դրա օգտին։